Սիրելի համակարգացիներ, լրագրողներ, բարև։ Մեր երիտասարդ երաժիշտներին շնորհակալություն, շատ գեղեցիկ ներկայացում էր եւ հիմա անցնում ենք քաղաքացիական բաց խորհրդի մեր 10-րդ եւ առայժմ վերջին նիստին։ Զեկուցողներն են Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, Մտավորական, հրապարակախոս, Արցախյան ազատամարտի ակտիվիստ Սուրեն Զոլյանը, մինչև իրենց խոսք տալը կուզենայի գրկնել առաջիկա մի քանի օրերի մեր ծրագիրը։ Այսօր ժամը 6:30-ին Արփինե Քալինինան մի փոքր այս միջազգային ամերիկյան երաժշտությունից հետո, որը նաև մեզ պետք է, որտեղ մեզ բոլոր եղանակները, բոլոր երանգները պետք են, ինքը պիտի ներկայացնի մի կարճ դասախոսություն եւ երաժշտական համարներ Կոմիտասից, ժամը 7-ից մեր լրատվությունն է, իսկ վաղը ժամը 6-ին, վաղը ազատ ենք, մինչև ժամը 6, տեղի կունենա մեր մեծ հավաքը եւ իմ ելույթից հետո այստեղ մեզ հետ կլինեն Գագիկ Գինոսյանը և Գարին Համույթը մեզ նաև ազգագրական երկու բար ցույց տալու և դասավանդելու համար։ Հաջորդ օրը ժամը 6-ին, շաբաթ ամսի 30-ին ժամը 6-ին Պամբիր խումբը, հրաշալի երիտասարդ խումբ, ինչպես նաև Լիլիթ Բիբոյանը մեզ պիտի միանա ժամը 6-ին։ Այնպես որ շնորհակալություն, որ եկել եք, առավոտ լավ բացվեց, արեգակը արդար է և հիմա հրավիրում եմ Ռուբենին և Սուրենին ձեզ ներկայացնելու իրենց մոտեցումները ներկայավ ապակա Հայաստանի նկատմամբ և ինչպես միշտ մեր համակարգողն է Լևոն Բաղրամյան, ողջունել, բարև է։ Բարև պարոն Հովհաննիսյան, բարև սիրելի ժողովուրդ, ինչպես միշտ կխնդրեի ձեր հեռախոսները լռեցնեք, որ չխանգարի կամերաներին և մեր բանախոսներին և ինչպես նախկինում առաջի մի քանի հարցերը լրագրողներին, հետո մնացածի սառիթ կընծայվի գրավոր կերպով մեր հարցերը տալու և չերկարացնելու համար խնդրենք պարոն Հակոբյան դուք սկսեք։ Շնորհակալություն, բարև ձեզ, թեման ինչպիսի Հայաստան եք ուզում, չէ՞։ Նոր Հայաստան։ Ուրեմն սկսեմ մի լավ նորությունով կամ գնահատականով։ Մեր կարծիքով Հայաստանում գաղթ մթնոլորտ չի այսօր, ճիշտ եմ ասում։ Եվ այդ գաղթ մթնոլորտի չեզոքացումը սկսվեց նախընտրական փուլում, արձանագրվեց փետրվարի 18-ին եւ այսօր շարունակվում է։ Եվ բոլոր նրանք ովքեր անկեղծորեն ուզում են պայքարեն գաղթ մթնոլորտի վերացման դեմ, մենք սիրով հնարավորություն ենք տալիս միանալ մեզ եւ վեհանձնաբար հնարավորություն ենք տալիս բոլոր նրանց, ովքեր ուզում են պայքարել գաղթ մթնոլորտի դեմ, միանան մեզ եւ միասին կարողանանք պետությունը փրկել գաղթ մթնոլորտից, ճիշտ է։ Այո։ Հիմա գիտեք, սա շատ ընդհանուր պատկերացումներ մենք կարող ենք ասել, թե ինչպես ենք պատկերացնում նոր Հայաստանը։ Բայց հավատացեք, այն կարճ նախադասությունը, որ պետք է արտասանեմ, ես իսկապես անձնապես գտնում եմ, որ ամեն ինչ պետք է սկսվի դրանից։ Նկատի ունենալով մեր անկախության այս 4-րդ հանրապետության քաղաքական հետագիծը։ Մեզ, որպեսզի կառուցենք նորմալ մեր երեխաների ապագան ապահովող, մեր արժանապատվությունը իր մեջ տեղավորող, մեզ հեռանկար խոստացող Հայաստան, նախ պետք է հնարավորություն տրվի, որ մեր քաղաքացին, մեր տեսակը իր հոգեկերտվածքով, իր քաղաքական, մշակութային արժեքներով ինքը ձևավորի իր իշխանությունը։ Սա ամեն ինչի հիմքն է։ Եվ եթե մենք այսօր ենք, պատճառն այն է, որ երբեք հնարավորություն չտրվեց մեր ժողովրդին, որպեսզի ինքը իր արժեքային համակարգով ձևավորի իր իշխանությունը։ Եվ ցավոք սրտի
Այսօր, որ իսկապես գաղջ մթնոլորտ էր, անցյալով եմ խոսում, նկատի ունեցեք, եւ այսօր մենք ուզում ենք, պայքարում ենք, մեր պայքարի հիմնական հենքը, ատաղձը դա հետեւյալն է, որ կեղծվել են ընտրությունները եւ մենք գալիս ենք մեր պայմանագիրը իրականացնելու, որովհետեւ երբ մենք գնացել էինք ընտրությունների, մի բան էինք ասում, որ գնացեք քվեարկեք։ Ժողովուրդը միանգամից ասում էր, որ քվեարկենք միևնույն է կեղծելու են, ինչ եք անելու։ Մենք ասել ենք, դուք ձերը արեք, գնացեք քվեարկեք, մենք մերը կանենք։ Հիմա ժողովուրդը իրեն արել է։ Իսկապես մարդավարի պայմանավորվածություն է եղել, ժողովուրդը իրեն արել է։ Մենք պիտի արդեն մերը անենք։ Եվ այս պայքարը, եթե ուզում եք իմանալ, նաև խոսքին տեր կանգնելու պայքար է։ Ժողովուրդը իրեն արել է, մենք պետք է մերը անենք, տեր կանգնենք այդ ձայնին։ Պատմությունը շատ կարճ է, 20-22 տարվա պատմությունը, բայց ասեմ, որ բացի առաջին, ուրեմն, եթե հիշում եք 90 թվականի մայիսյան ընտրություններ ազգային ժողովի, ինչքան էլ որ խորհրդային միության ընտրական օրենսգրքով էր, որտեղ կար 6-րդ կետ, որտեղ կար կուսակցությունը հեգեմոն դեր ունի պետության մեջ, նույնիսկ այդ օրենքով իրականացված ընտրությունները այսօր փաստորեն մնացին գագաթնակետը մեր ընտրության քաղաքական մշակույթի։ Իսկապես, եւ եթե հիշում եք, եւ իմ գործընկեր Սուրեն Զոլյանն էր Գերագույն խորհրդի պատգամավոր, հիշեք այդ պատգամավորության այդ խումբը Գերագույն խորհրդի եւ այսօրվա խորհրդարանը։ Սար ու ձորի տարբերություն կար, որովհետև ժողովուրդը ունեցավ հնարավորություն եւ այնպիսի միջավայր էր, որ ժողովուրդը կարողացավ իսկապես իր ձայնով ձևավորել իր օրենսդիր բարձրագույն մարմինը, որտեղ կային չունենալով քաղաքային մշակույթ, քաղաքական մշակույթ, չունենալով փորձ, մենք անփորձ էինք, բայց ժողովրդի քվեով ձևավորված այդ խորհրդարանը իսկապես այն խորհրդարանն էր, որը պետք է ամրագրել անկախությունը որպես արժեք, որը պետք է կարողանար տեր կանգնել Արցախի պատերազմին եւ որը պետք է ճշգրիտ ստորագրություն թողեր որպես հիմնադիր ազգային ժողով Գերագույն խորհուրդ։ Եվ երկրորդ նախագահական ընտրություններ է եղել, դրանից հետո այդ ժամանակ նույնպես եղել է արդար ընտրություն։ Դրանից հետո Հայաստանը չի ունեցել արդար ընտրություններ։ Եվ մեր գործընկերները իշխանությունից երբ ասում են, սովորություն է դարձել, ամեն ընտրությունից հետո մարդիկ հավաքվում բողոքում են։ Սովորություն որպես, բայց իսկապես եթե մի քիչ ավելի խորը նայեմ, այդ ինչու չեն ասում, որը շատ ավելի ճիշտ է, դրա անբանական է, սովորություն է դարձել, որ պետք է իշխանությունը կեղծի ընտրությունները եւ ժողովուրդը արձագանքի գահավաքվի այստեղ եւ ասի եկել ենք գաղջ մթնոլորտը վերացնելու համար։ Մի քիչ որ խորը մտածեմ, ոչ մենակ այս ձևակերպան հետ կապված, բոլոր քաղաքական գնահատական ձևակերպումները մի քիչ վերլուծական կտրվածքով որ նայեք, իրենց դեմ է։ Ուրեմն նոր Հայաստանը, մեր ընկալած Հայաստանը անպայման պետք է նախ եւ առաջ սկսվի ժողովրդի քվեով իշխանություն ձևավորելով։ Չեմ ուզում դասախոսություն լինի, բայց գիտեք, ականջ շոյող մի այսպիսի ձևակերպում կա, որ հայ մարդը, հայի տեսակը քարիցած է քամում։ Սա իսկապես հաճելի է, ականջը շոյում է, բայց իրականում լավ ուրիշ չի, որ հայ մարդը սովորեց քարիցած քամել, որովհետև այս քարաշխարում ընդհանրապես մեզ մնաց այս քարաշխարը, որում ապրում ենք, որը հրաշք սուրբ տարածք է, դա չի հարցը։ Եվ մարդը իր մտավոր կարողությունները պետք է օգտագործել, որպեսզի քարիցած քամեր։ Եվ եթե մենք ասում ենք, ասենք մեր արևաները ունեն ծով, ունեն ընդերք, նավթ, եւ ասվում է, որ հայ ժողովուրդը չունի ծով, չունի նավթ, բայց ունի շատ կարևորագույն մի կապիտալ, որը իրենն է։ Եվ ոչինչ բնությունը ոչ ոք չի կարող իր ձեռքից առնել։ Դա իր հավաքական մտավոր բարձր մակարդակն է։ Եվ եթե մենք ունենանք հնարավորություն, որ հայ մարդը ունենա ինքնաիրացվելու հնարավորություն իր հայրենիքում, իսկապես շատ կարճ ժամանակում մեր պետությունը, մեր ժողովուրդը հասարակապետությունների մեջ կընկալի որպես ամենաինտելեկտուալ, ամենազարգացած պետություններից մեկը։ Սա ինքնագոհություն չի։ Սա իսկապես այդպես է։ Հիմա մենք պիտի ունենանք այդ հնարավորությունը, ստացվում է այնպես էս հանգամանքների բերումով կամ քաղաքական կենսագրության բերումով եղել եմ գրեթե բոլոր համայնքներում աշխարհի։ Երկար տարիներ Ռուսաստանում գլխավոր ուղղատոց եմ եղել։ Այդ ինչպես է լինում, որ հայ մարդը փախ եղած այս իրականությունից հայ մարդը, նաև մազապուրց եղած եղելնից հայ մարդը բոլոր տեղերում կարողանում է ինքնաիրացվել, իր ինտելեկտով, իր աշխատասիրությամբ շենացնել ամերիկաները, եվրոպաները, Ռուսաստաները, բայց այստեղ սոված է եւ գործ չունի։
Շատ պարզ բան եմ ասում, առանձնապես լուրջ վերլուծության խնդիր չկա, որովհետև այդ մարդու համար մենք պայման չենք ստեղծել, որովհետև այսօր այն ինչ կատարվում է, այսօրվա մեր ինտելեկտը հավաքական հակացուցված է այսօրվա պետական այսօրվա համակարգի, այսօրվա արժեքներին, հակացուցված է։ Դուք կարող եք տեղայնացնել ձեր հարևաններով, ձեր որդիներով, ձեր ընտանիքներով, կտեսնեք, որ հակացուցված է, ում հետ ինչ խոսես։ Այս առումով իսկապես մենք պետք է ունենք խնդիր եւ այդ խնդիրը մենք այսօր ուզում ենք իրականացնել, որ ժողովուրդը ձևավորի իշխանությունը։ Մի չեմ ուզում շատ բաների անդրադառնալ, ասում են, իսկ ուր է այն կադրային բանկը, այն մարդիկ, որոնք պետք է գան ղեկավարեն։ Ավելի տգետ։ Կոպիտ չի բառը, իսկապես մենակ տգիտությունը կարող է այդպիսի ձևակերպում ծնել։ Ավելի այս ազգին չճանաչող մարդու ձևակերպում ես դժվար եմ պատկերացնում։ Մենք խոսում ենք, մենք դեմ էինք, որ ստվերայի կաբինետի մասին խոսք լինել, բայց որ ասացին, շատ մարդիկ կան, որոնց դիմեցինք։ Ուղղակի զրուցեցինք, ուզում էինք տրամադրություններն իմանալ։ Խնդրում էինք, որ հանկարծ իրենց անունը չհնչեցնել, որտեղ եթե որևէ մեկի անունը ընդդիմությունը հնչեցնում է, նա ոչ միայն ինքը, այլ իր ընտանիքով, բարեկամներով արդեն արվածի տակ են։ Ոնց է ընդդիմությունը քո վրա աչք ունի, որ դու կարող ես հանկարծ ընդգրկվես ինչ-որ մի համակարգում։ Ամբողջ մեր ժողովուրդը այդ կապիտալը ունի, կադրի խնդիր չունի, պրոֆեսիոնալների խնդիր չունի։ Ինքը ունի խնդիր, որ իշխանությունը կարողանա ունենալ այն մակարդակը, որ իսկապես այդ մարդկանց պրոֆեսիոնալ գործունեության հնարավորություն ստեղծի։ Եվ երբ մեր ասում են ուր է ձեր կադրային բանկը, մենք ասում ենք ամբողջ ժողովուրդն է։ Ամբողջ ժողովուրդն է, եւ եթե հնարավորություն լինի իսկապես ցույց տալ այդ կադրային բանկը, կտեսնեք, որ վերկուսակցական է լինելու դա, որովհետեւ իսկապես մենք պետք է ունենանք պրոֆեսիոնալների թիմ, որոնք պետք է մեր ազգին, մեր պետությունը անեն այս վիճակում։ Չեմ ուզում երկարացնել, դասախոսության թող չվերածվի, այն ինչ մենք այսօր անում ենք, ամբողջությամբ տեղավորվում է սահմանադրության շրջանակներում, բայց ամենակարևորը նկատի ունենալով մեր փորձը։ Այսպիսի իրավիճակ կա, որ իշխանությունը միշտ ակաօրինական գործողությունների է դիմում, ընտրությունների կեղծելը ես դիտում եմ որպես ամենալուրջ պետական անձնագործությունը։ Դրանք պետության դավաճաներ են, ովքեր որ կեղծում են ընտրությունները։ Դրանից ավելի բարձր գնահատական եւ հանցագործություն չկա։ Եթե դու խլում ես քո քաղաքացու ձայնը քո շահի համար, դա նշանակում է, եւ նրան գնդակահարում ես, եւ բռնաբարում ես, եւ վռնդում ես իր տանից։ Այսինքն դրանից ավելի հանցագործություն կա, չկա։ Եթե դու քո սահմանադրության երկրորդ իմպերատիվ կետը, որ պետք է ժողովուրդը ձևավորի իշխանություն, դու խլում ես նրանից, դա ուրեմն սա բարձրագույն պետական հանցագործություն է։ Եվ իշխանությունը միշտ ինքը օրենքից դուրս է գործում, օրենքը ենթարկում է իրեն եւ առամարում է, բայց ռեպրեսիվ օրգաններ ունենալով իր ձեռքում պարտադրում է, որ ժողովուրդը գործի օրենքի դաշտում։ Ժողովուրդը առայժմ գործում է այդ դաշտում, բայց մի անգամ ասել եմ, ելի եմ կրկնում։ Մարդ, որ ծնվում է, բնությունը իրեն օժտում է շատ կարևոր մի սահմանադրական իրավունքով։ Դա ինքնապաշտպանության իրավունքն է եւ ապրելու իրավունքն է։ Ապրելու իրավունքը երբեմն ենթադրում է ինքնապաշտպանության իրավունք եւ կարծում եմ ես չէ որ պետք է բացատրեմ դա, դուք բոլորդ գիտեք։ Մի խոսքով, մենք գնում ենք նոր Հայաստան կառուցելու։ Նոր Հայաստան կառուցելու դեպքում մենք ենթադրում ենք, որ մեզանից յուրաքանչյուրի համար արժանապատվություն պետք է լինի իր հայրենիքում ապրելը։ Որովհետեւ անկեղծ եմ ասում, շատ տեղերում եմ եղել, ապրել եմ։ Միևնույն է, լավագույն իրացման տեղը դա Հայաստանը այ մարդու համար։ Ոչինչ չասելով մյուսների մասին։ Յուրաքանչյուր ազգի համար, պետության ներկայացուցիչի համար լավագույն իրացման հնարավորությունը եւ արժանապատիվ ապրելու հնարավորությունը իր հայրենիքն է։ Մենք գնում ենք ստեղծելու այնպես Հայաստան, որ իսկապես յուրաքանչյուրի համար արժանապատվություն լինի այստեղ ապրելը, բայց դրա համար անհրաժեշտ է, որ իր հայրենիքը այդ օրվա իշխանությունը պետք է լիարժեք հնարավորություն ստեղծեն, որպեսզի քաղաքացին կարողանա լիարժեք ինքնաիրացվի։ Այս Հայաստանի դեպքում մենք իսկապես կունենանք ապագայի դրա համար ենք պայքարում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Հակոբյան, պարոն Զոլյան, բարևենք պարոն Զոլյանին, խնդրեմ։ Բարև ձեզ հարգելի գործընկերներ, բարև մի քանի խոսք, թե ինչպես ենք տեսնում մենք ապագա Հայաստանը, բայց պիտի գիտակցենք, որ այդ ապագա Հայաստանը, որ միգուցե 20 տարուց իրականանա
կամ 50, մենք այսօր ենք կերտում։ Այո, եւ այս մի ամսվա ընթացքում ինչ որ կատարվում է, միգուցե նրանից է կախված լինելու, թե ինչ հետագա ընթացք ունենան գործընթացները։ Այո, մենք ճակատագրական շրջան ենք ապրում։ Եվ ուրեմն պիտի գործենք շատ ճիշտ ձևով եւ այստեղ ինչ որ ասել է Արգելի Ռուբենը ամենի հետ համաձայն է, բայց մի բանի հետ պիտի վիճել։ Ինքը ասել է, որ ժողովրդի այլ է, հիմա մեր գործը մենք ներասացը պիտի անենք, երևի կուսակցությունը նկատի ունենք։ Ոչ, սա արդեն ամբողջ ժողովրդի գործն է, որովհետև թե ինչ ճակատագիր կունենա Հայաստանը, չի կարող լինել ընդամենը մեկ կուսակցության կամ մի քանի կուսակցության խնդիր։ Այո, մենք անում ենք մեր գործը, մենք կատարել ենք մեր ընտրությունը եւ պիտի ուղղակի ամրապնդենք այն հաղթանակը, որ հանկարծ մենք գիտենք ինչպես կարող է փոխվել վիճակը եւ պիտի գիտակցենք, ես չեմ ուզում որ եթե պարտություն լինի, դա ընդմիշտ պարտություն է, չէ, այդպիսի բան չի լինում, բայց մենք հետ կընկնենք արդեն դարերով, որովհետև աշխարհը շատ արագ է զարգանում։ Ուստի շատ ճշգրիտ քայլեր պիտի անեն բոլորս։ Եվ այս առումով մի քանի խոսք թե վերջի իրադարձությունների, վերջին դեպքերի մասին, միանգամից ասեմ, որ պարոն Հովհաննիսյանի հետ չեմ խորհրդակցել, հաշվի առնելով, որ ինքը շատ զբաղված է եւ ինչ որ ասելու եմ, ես իմ մտքերն եմ ասում, ուզում եմ մեկնաբանել վերջի քայլերը։ Ես գտնում եմ, որ պարոն Հովհաննիսյանը գործում է, այսպես ասած, ամենաճշգրիտ ձևով, որովհետև տեսեք ինչ է տեղի ունեցել եւ ինձ շատ են հարցնում ինչու առաջի օրերը, երբ որ ժողովուրդը ավելի շատ է, ինչու այս ինչ կտրուկ քայլերի չդիմեցինք։ Մի պահ ենթադրենք, որ այդ օրերին ժողովրդի ճնշման տակ բացվեցին Բաղրամյան 26-ի դռները եւ պարոն Հովհաննիսյանը նստեց այն կաբինետում։ Ինչի տեղ է կլինել։ Բայց գիտեք, ամեն ինչը փուլերով պիտի լինի։ Պատկերացրեք, որ այդ պահին երբ տեղական իշխանությունը, կառավարությունը, բոլոր այլ խորհրդարանը, բոլորը այդպես ասած թշնամաբար են վերաբերվում։ Փաստորեն դա կլիներ ընդամենը մեկ կաբինետ, այլ ոչ թե իշխանություն։ Մենք պիտի տարբերենք այն, երբ որ առաջին հայացքից թվում է հաղթանակ, բայց վերջում կարող է եւ պարտություն լինել։ Մի օրինակ բերեմ, միգուցե Ռուսաստանի պատմությունից, երբ Նապոլեոնը հասավ գրավեց Մոսկվան, իսկ հետո նստեց ինչ արեց, ստիպված հետ քաշվեց, որովհետև չուներ համապատասխան ռեսուրսը այդ ամբողջը պահպանելու։ Կամ Թուխաչևսկին եկավ համարյա թե գրավում եք Վարշավա, բայց քանի որ չուներ թիկունք, ստիպված հետ քաշվեց։ Այդպիսի դեպքեր լինում են։ Ուրեմն մեզ պետք է հիմնարար հաղթանակ, որ այլևս անդարձ պիտի լինի։ Եվ վերջի քայլերը, այդ նամակագրությունը, այն փաթեթ առաջարկությունների դրա հիանալի օրինակն է։ Փաստորեն ամենահիմնական խնդիրը ոչ միայն այն կաբինետը Բաղրամյան 26-ի, այլ որպեսզի ժողովուրդը ի վիճակի լինի իրականացնել այդ իշխանությունը։ Դրա համար անհրաժեշտ են նոր խորհրդարանական ընտրություններ, այլապես այն կառավարությունը, որը մեծապես կախված է այսօրվա խորհրդարանից, ի վիճակի չի լինի արդյունավետ գործելու։ Դա միշտ էլ լինելու է հակադրություն։ Ուստի այսօր մենք պիտի ապահովենք նորմալ խորհրդարան, որը արտահայտի ժողովրդի կամքը եւ այս առումով ձևավորի կառավարություն, որը կարողանա հետագա ծրագրեր իրականացնել, ժողովրդի մասին մտածելով։ Ուստի պետք է ունենալ վերահսկողության մեխանիզմներ, որպեսզի ժողովրդից նորից չխլեն իր ընտրական իրավունքը։ Որպեսզի պարզ ասեն, ենթադրենք ինչ անել։ Օրինակ այս փողկապը իմն է, բայց ինձանից մեկը գողացել է։ Ինչ անեմ։ Բռնեմ գողին, բայց ինքը զինված է։ Դիմեմ ոստիկանին, բայց ոստիկանն ասում է, ես բան չեմ տեսել։ Գնամ դատարան, դատարանը ասի դու ինքդ ես մեղավոր։ Այդ փողկապը քոնը չի եղել։ Այսինքն մենք պիտի ստեղծենք այդպիսի մթնոլորտ, որ հանցագործը պիտի պատժվի եւ արդարություն պիտի հաստատվի։ Եվ այս ամբողջ փաթեթը վերահսկողություն, ես այդպես եմ հասկանում, դա քայլերից մեկն է, որպեսզի ժողովրդի վերադարձվի իշխանությունը։ Որովհետև նորից եմ ասում, իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Այս առումով, իհարկե, այն ով նստում է Բաղրամյան 26-ում, իշխանություն չէ։ Իշխանությունը դա ժողովուրդն է։ Բայց այսօր փաստորեն այդ իշխանությունը գողացել են։ Դրանով նրանք իշխանություն չեն դարձել։
Ուզում եմ հիշեցնել, իշխանություն բառը, որ Արմատից է գալիս, գրաբարում իշխանը դա իրավունքն է, այլ ոչ թե կառավարիչ։ Այն եւ որ մոռացանք այդ բառի իմաստը, միգուցե այդ ժամանակ էլ կորցրեցինք անգամ պետականությունը։ Եվ պիտի վերադարձնենք այդ իշխանը իշխանությունը իրավունքից։ Եթե իշխանությունը հիմնված չէ ժողովրդի վստահության, ժողովրդի հարգանքի վրա, դա արդեն իշխանություն չէ։ Դա կամ ռեժիմ է, լավագույն դեպքում ռեժիմ։ Այդ թվում օկուպացիոն։ Այո, կարդանք Աբովյանի վեկ Հայաստանի։ Ինչով է տարբերում։ Այո, էլի ադմինիստրացիա եք նստած, ինչ-որ ձևով կառավարում եք, բայց դա ժողովրդից կչեք։ Եվ տարբերություն չկա, ով է իրականացնում այդ ռեժիմը։ Իհարկե, այսօրվա Հայաստանում կան բազմաթիվ խնդիրներ, եւ ռեժիմը երբեք չի կարող լուծել այդ խնդիրները։ Ռեժիմը դրա համար չի։ Ռեժիմը որպեսզի ճնշի եւ օգտվի բարիքներից։ Եվ այսօր մենք տեսնում ենք, այն մարդիկ, ովքեր իրենց իշխանություն են համարում, նրանց համար Հայաստանը դա ընդհանրապես մի հանքավայր։ Այստեղից է տարբեր խնդիրներ, պրինց, մոլիբդեն պիտի հանեն վաճառքի, շենքեր պիտի վաճառեն։ Օրինակ, արտաքին գործոց նախարարության շենքը։ Եթե մենք չունենք արտաքին քաղաքականություն, իհարկե այդ շենքը անիմաստ է։ Բայց տար երեխաներին մշակույթի պալատ դարձնենք։ Փաստորեն ինչ է ստացվում։ Նորից այդպիսի օրինակ բերեմ։ Ենթադրենք ես մեկին վարձել եմ, որ բնակարանս մաքրի։ Այդ հավաքարարը ինձ տնից քշում է, տունս էլ վաճառում է։ Այդպես չէ, կառավարությունը դրա համար չէ, որ օգտագործի այն, որ իրեն չեք պատկանում, ինքը ուղղակի պիտի կառավարի, նրանց տրված է, որ նրանք լավ կառավարեն, այլ ոչ թե վաճառքի հանեն։ Այս շենքը ով է կառուցել։ Եվ տասնյակ նման հարցեր կան։ Մեր աչքի առաջ անօրինականություն է կատարվում, փակ շուկան։ Ես այդպիսի դեպքեր, միգուցե ավելի ահավոր դեպքեր, բայց բացահայտ է։ Գոյություն ունի մշակութային հուշարձանների մասին օրենսդրություն եւ այնտեղ չի կարելի այդ կատարել։ Այստեղ բոլորս հասկացեք, որ ակնհայտ օրենքի խախտում է, բայց մեկը չկա որ գողի կամ հանցագործին ձեռից բռնի։ Ուրեմն դա ոչ թե իշխանությունը, այլ ռեժիմ։ Իսկ իշխանությունը այսօր այստեղ է։ Եվ այստեղ մենք պիտի խոսենք եւ առանց նրա ռեժիմը երբեք ի վիճակի չի ապահովել զարգացումը։ Դա նույնպես պիտի հասկանանք։ Ռեժիմը լավագույն դեպքում այ ինչ էին անում ֆաշիստները ընդհանրեք օկուպացված տարածքներում։ Նրանք են ինչ-որ վարչակազմ ունեին, ինչ-որ ձևով կարգ ու կանոն էին պահպանում, ոչ ավելին։ Եվ ես ստիպված վերջին 3 ամիս անց կասկել Էստոնիայում։ Մի օրինակ, աստորեն մենք նույն մակարդակին ենք եղել 90-ական թվականներից։ Մի բան էլ ավել, եթե վեքսնեինք ինտելեկտի բարձրագույն կրթության, գիտության զարգացման, մենք ավելի առաջ էինք։ Այսօր համախառն արդյունքը մեկ շնչի ենք նում։ 6.5 անգամ Էստոնիայում ավելի բարձր կամ Հայաստանում։ Այսինքն Էստոնիայի քաղաքացին արտադրում է 6.5 անգամ ավելի շատ արժեք, քան Հայաստանի քաղաքացին։ Ինչի շնորհիվ։ Տարբեր պատճառաբանություններ կարելի է բերել, բայց ես մի օրինակ բերեմ։ Ես ընկերոջս, որը պատգամավոր է եղել Էստոնիայի խորհրդարանում, չկարողացա բացատրել ինչ բան է ընտրակեղծիկը։ Այո, միամիտ մարդ չհասկացավ։ Բացատրում է իրեն, որ ընդհանրեն սենց են անում եւ այլն, ասում է, բայց չէ որ դա կուսակցության համար ինքնասպանություն է։ Եթե գոնե մի այդպիսի դեպք հայտնաբերվի, այդ կուսակցությունը պիտի դռները փակի, որտեղ այլևս որևէ մեկ այդ կուսակցությունը չի վստահի։ Սա հատկացնենք այստեղից են գալիս։ Այո, արդեն մարդիկ չեն կարող պատկերացնել, թե ինչպես քաղաքական կուսակցությունը մի քաղաքական ուժ, որը ուզում է ղեկավարել ժողովրդին, հանցագործությանը գնում ակնհայտ։ Եվ իրոք դա նորմալ տրամաբանություն է, այդպես էլ պիտի լինի։ Բնական է, որ այսօր մենք պիտի մտածենք, թե ինչ է լինելու այս 10 օրվա ընթացքում։ Ապրիլի 9-ը իհարկե լինելու է որոշիչ օր։ Եվ բոլորս պիտի հասկանանք եւ գիտակցենք, որ մեկ պահվածքից կախված է ինչ է լինելու։ Իհարկե մենք գիտենք ում հետ գործ ունենք։ Եվ ինձ ասում են, բայց դու
այդ մարդը իշխանություն հենց այդպես չի տա։ Գիտենք, որ չի տա։ Եվ մոտապես ասում եմ, ինքը չգիտի, որ այդ մարդը միևնույն է երկվելու է, հավաքվելու է եւ հետո կասի ես ընտրված մարդ եմ, ես ստացել եմ ժողովրդի քվեն։ Այդպես չէ, որովհետեւ վերջը խոսքը գնում է էության մասին։ Մնում է ընդհանրապես մեկ ռեժիմ։ Մնում է, որպեսզի այն իշխանությունը, որը պատկանում է ժողովրդին, մի սուարյուն ստանա։ Իդեմս մեզ բոլորիս, որպեսզի գործեն կառույցներ։ Սկսենք քաղաքական ուժերից։ Բազմաթիվ քաղաքական ուժեր կան, բոլորը ասում են մենք ժողովրդի կողքին ենք։ Մեկը չի ասում մենք ժողովրդին դեմ ենք, կամ մենք ժողովրդի կողքը չենք։ Բայց տվյալ դեպքում պետք է ակնհայտ ձևով ասվի, ում կողքն ես դու։ Եվ ապրիլի 9-ից այլևս այդպիսի լղոզված ձևակերպումները այլևս չեն ասնել։ Արդեն ամեն ինչ շատ հստակ է լինելու։ Մենք ինքներս պիտի պատրաստ լինենք ընդունելու իշխանությունը։ Հարցը միայն այն մարդիկ չեն։ Ես հասկանում եմ, որ մարդիկ խուսափում են ասել, բնական է, հազար մի ճնշումներ կան, բայց նախ եւ առաջ ոչ ոք իրավունք չունի խուսափելու այն պատասխանատվությունից, որ այսօր կա։ Եվ մեզանից ամեն մեկը կարող է ասել, այո, ես պատրաստ եմ, ես կարող եմ, ես անելու եմ սա։ Շատ կարևոր է, որ մենք ունենանք տեղերում ոչ միայն ստվերային կառավարություն, դա շատ մեծ բնական է, բավականին լուրջ ընտրության կարիք ունի, քննարկման եւ այլն, բայց ամենտեղ լինի որոշակի, ես չեմ ուզում ասել ստվերային կամ լուսավոր, բայց լինեն մարդիկ, ովքեր կարող են ասել, այդպես պիտի լինի, որովհետեւ դա բխում է գործի շահերից, դա բխում է մարդկանց շահերից, դա բխում է վերջը պետության շահերից։ Եվ եթե նրանք ճիշտ են, չվախենան ասել այդ ճիշտը։ Հետո շատ կարևոր է, որ ապրիլի 9-ին ոչ այդքան պիտի քանակը, այլ որակը։ Դա ինքնակազմակերպման ձևերից մեկն է։ Եվ իհարկե այստեղ շատ տարբեր եղանակներ կարող են լինել, եւ այսօր այդ տարբեր եղանակները ստեղծվում են։ Իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ մնում է, որ մենք իրականացնենք։ Ինձ այս վիճակը նմանեցնում է 88 թիվը։ Եվ մենք այդ ժամանակ ասում էինք, Ղարաբաղը մեկն է, բայց թուրքերի ձերն է։ Եվ այն ժամանակ մենք փորձում էինք գնալ սահմանադրական ճանապարհով։ Մեկ դեմ սկզբի ջարդ կազմակերպեցին Սումգայասյան ջարդերը, հետո պատերազմ։ Մեր ժողովուրդը պատրաստ է եւ այդ իրան արժանի հարված տալ։ Բայց այսօր խոսքը այն մարդկանց է վերաբերվում, որը իրենց իշխանություն են համարում։ Նրանք պիտի հասկանան, թե ուր են տանում Հայաստանը, որ իշխանափոխությունը արդեն տեղի է ունեցել։ Ժողովուրդը չի ուզենա ապրել այդ ռեժիմի իշխանության լծի տակ։ Եվ այն, որ չնայած այս դրական փոփոխությունների փոխվում է միևնույն է, 1.5 անգամ ավելացել է արտագաղթը։ Այսինքն մարդիկ կատարում են իշխանափոխություն, բայց անձնական մակարդակով։ Ուղղակի փոխում են, գնում են այսօրվա ռեժիմից։ Այսինքն այս դա ճանապարհ չէ, դա դեպի անդունդը։ Եվ դա պիտի գիտակցեն։ Եվ պիտի գիտակցեն այս առումով ես եթե ինչ-ով ավարտվեց Ռուբենի խոսքը միգուցե ավելի կտրուկ ասեմ։ Փառք Աստծո, որ այսօր մեզ հետ Ռաֆին է։ Բայց թող իմանան իշխանությունները, եթե նրանք կարծում են, որ չեզոքացնելով Ռաֆիին կամ ինչ-որ ճնշելով այս շարժումը նրանք ի վիճակի են հասնել ինչ-որ այլ արդյունքների, դա սխալվում են։ Աստված մի առասցե կգա Նայիրի Հունանյանը, որովհետև եթե ճնշվի սահմանադրական շարժումը, ապա պայքարի բոլորին այլ եղանակներ ի հայտ կգան, որոնց մենք դեմ ենք եւ իհարկե մենք դա չենք ուզենա։ Շնորհակալություն ուշադրության համար եւ մի բան էլ ուղղակի ասեմ։ Շատ է խոսվում միջազգային դիտորդների վերաբերյալ, թե
այդ միջազգային դիտորդները ճիշտ են գնահատել, ես մի առաջարկ եմ անում եւ բոլորը կարծես թե միանգամից խուսափում են։ Եթե մենք պատրաստ ենք, մենք ասում ենք Հայաստանը, իդեմս Հայաստանի Հանրապետություն, պատրաստ է Թուրքիայի հետ ստեղծել մի հանձնաժողով պատմաբանների, որպեսզի պարզենք, թե 100 տարի առաջ ինչ է տեղի ունեցել, ինչն է խանգարում մեզ, ստեղծել մի հանձնաժողով եւ հաշվել 2000 պարկում ինչ է տեղի ունեցել մեկ ամիս առաջ։ Վերաբերվում է միջազգային այս աջակցությանը, դա շատ ժամանակավոր է, որ դա տրվել է ժամանակին, այդպես ասած որոշակի ռեզերվ, որպեսզի Թուրքիայի հետ բանակցի, այլ ոչ թե երկրի ներսում։ Եվ այդքանով, որքանով մեկ նախ իշխանությունները ցույց են տալիս, թե նրանք ի վիճակի են կառավարել ներսում եւ կարող են անցկացնել այն որոշումները, որոնց նրանք կարող են պարտադրել դրսից, նրանց համար այդպիսի ռեժիմ է ստեղծված, բարենպաստ։ Բայց այսօր, քանի որ դա արդեն այդպես չէ, դուք կտեսնեք, որ նույն միջազգային հանրության, միջազգային այլ դիտորդների դիրքորոշումը նույնպես փոխվելու է, շատ շուտով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Զոլյան։ Ինչպես պայմանավորվեցինք, առաջի մի քանի հարցերը մեր լրագրողների կողմից սկսենք։ Հավաքանու ընտրությունների հետ կապված եմ ուզում հարցնել։ Աղվան Վարդանյանը վերջերս հրավիրած ասուլիսում ասել էր, որ Հոյդայի ցուցակային բացառիկ ցուցակներից, որը տարբերվում է մյուս կուսակցությունների ցուցակներից, քանի որ այնտեղ ներգրաված են կուսակցական ղեկավար մարմինները, ղեկավար կազմը։ Ինձ հետաքրքրում է ձեր դիտարկմամբ, ինչքանով է կարևոր հաջողությունը դրանով է արդյոք պայմանավորված ցուցակի, սա առաջին հարցի երկրորդ հետ։ Շնորհակալություն, ընդհանրապես ես պետք է արձանագրեմ, որ չէի ուզենա այս պահին որոշակի ինչ-որ քննարկումների բանավիճերի մեջ մտնեինք առավել ևս դաշնակցության հետ։ Եվ եթե երեկվա բացատրությունների մասին է, պետք է ուղղակի ասեմ, որ պետք է անկեղծ լինել եւ եթե գիտենք, որ IBM ունի IBM գիմ տարերը եւ գիմը ասելուց առաջ պետք է IBM ասենք, պետք է իմանալ, որ նաեւ կան մյուս տարերը, միայն այդ մյուս տարերի մասին խոսելուց հետո շատ ազնիվ բարձ կլինի, թե ինչոց է։ Ժառանգության նպատակը սկզբունքը եղել է հետեւյալն, որ իսկապես լինի միասնական ցուցակ եւ շատ հասկանալի էր, թե ինչ ենք դա ուզում։ Ամեն ինչ արվեց եւ հատուկ Ռաֆի Հովհաննիսյանի կողմից ամեն ինչ արվեց եւ նույնիսկ որ առաջարկություն եղավ, որ Դաշնակցության ներկայացուցիչը պետք է ղեկավարի ցուցակը։ Այդպես միանշանակ էլ չընդունվեց մեզանում վարչությունում։ Իսկ միակ չափից դուրս կուսակցական ամբիցիա ունեցող մարդը կարող էր այս քաղաքական այս զորալիքի վրա, որ հենց ինքն էր բարձրացրել, առաջարկել, որ կուսակցության ցուցակը ղեկավարեր Դաշնակցությունից Լիլիթ Գալստյանը։ Իհարկե Լիլիթ Գալստյանը պատահական մարդ չէր, ինքը լավագույն քաղաքական գործիչներից է, այն տեսակն է, որ կարողանում է կուսակցական կաղապարվածություններից դուրս գալ, դառնալ քաղաքացիական նախաձեռնությունների նույնիսկ առաջնորդ։ Իմ բնակարանը Մաշտոցի պուրակի արևանությամբ է, երբ որ Մաշտոցի պուրակում հավաքներ էր տեղի ունենում, ամեն օր տեսնում է այդ զմռան ցրտին միշտ նրանց հետ էր, այսինքն մարդ, որը ունենալով շատ հստակ քաղաքական դիրքորոշում ներկայացնելով գաղափարախոսություն, միաժամանակ ի տարբերություն մեզանից շատ-շատերի կաղապարվածություն չուներ եւ Երևանի համար ցավում էր եւ իր տեսակով կերպավորում էր Երևանի թե որպես քաղաքական մշակույթ, թե որպես արժեքային համակարգ, այսինքն առաջարկությունը հենց այնպես արված չէր։ Բայց այսքանից հետո ասել, որ մեղադրել, չնայած ասում եմ, որ դա մեղադրանք չի, մեղադրել Ռաֆի Հովհաննիսյանին, որ ինքը իր պահվածքով չի նպաստել միասնական ցուցակ ձևավորելուն, առնվազը կասեմ, որ ազնիվ չի եւ անկեղծ չի։ Եվ դեռ մի փաստ բերեմ, չեմ ուզում շատ երկարացնել, երբ ասում եմ, որ կուսակցական առաջնորդները պետք է ղեկավարեն, ես իհարկե այդ կարծիքին չեմ, դե դա նոնսենս է, որ ասում եմ պետք է Երևանի կամ իրենք այս ընտրություններին առաջնորդեն պետք է ղեկավարեն, այդ դեպքում հարց եմ տալիս իմ ընկերոջը։ 2009 թվականին Դաշնակցությունը առաջարկեց Արծվիկ Մինասյանի տեխնացությունը եւ Արծվիկ Մինասյանը, որը լավագույն պատգամավորներից է, ինքը ղեկավարեց ցուցակը։
Կարծեմ նույնիսկ ղեկավար մարմնի անդամ չէր։ Ինչու էր այդ դեպքում եւ շատ լավ ներկայացնում էին, որ այո, գիտակ մարդ է եւ այլն եւ այլն։ Այսինքն ինչ է ստացվում, այդ ժամանակ կարելի էր ոչ ղեկավար մարմնից, նույնիսկ կուսակցական քիչ ցենզ ունեցող մարդուն կարող են առաջադրել, որպեսզի ղեկավարի ցուցակ, իսկ այս դեպքում ինչ որ մի հատ նշաձող է դրում, որ միայն առաջնորդները, որը շատ հարաբերական հասկացությունն է այս դեպքում։ Դրա համար երբ ասում եմ Այբուբենի բոլոր տարրերը պետք է նկատի ունենալ, քաղաքականությունը, քաղաքագիտությունը շատ ճշգրիտ գիտություն է եւ իր մեջ ունի հիշողության կոդ։ Եվ եթե իսկապես դա եվրոպեական կամ այսպես իրադրային բան չի եւ կարող ես ըստ իրադրության փոխես քո մոտեցումները, այս դեպքում պետք է ասել, որ պետք է մի քիչ ավելի խնայողաբար վերաբերես քո գործընկերոջը եւ պետք է գնահատել, որ այս շարժումը, որ իսկապես ձևավորեց Ռաֆի Հովհաննիսյանը եւ ինքը կարողացավ ապացուցել, որ ինքը կուսակցական ամբիցիա ունի եւ առաջարկեց որպեսզի գաղափարի իրականացում դաշնակցության ներկայացուցիչ լինի։ Ես կարծում եմ, սա պետք է ծափահարվեր եւ անկեղծ ասած ես անտարբեր չեմ կուսակցության ճակատագրի նկատմամբ եւ ոչ էլ Ռաֆին։ Սա նախ եւ առաջ ձեռնտու էր դաշնակցության իմանալով անդերձ այսօրվա կուսակցության միջակը, որ դաշնակցության ներկայացուցիչը ղեկավարեր։ Ավարտում եմ խոսքս եւ նաեւ օրդորով խնդրանքով։ Ես ուզում եմ փակվի այս թեման։ Ուզում եմ փակվի, որովհետեւ մենք գնում ենք ընտրությունների։ Ես իսկապես գտնում եմ, որ քաղաքական սպեկտրում դաշտում ամենապոտենցիալ դաշնակիցները այսօր ժառանգությունը եւ դաշնակցությունը իրենց ազգային քաղաքականության տեսլականով ի վերջո ազատ անկախ միացյալը ճիշտ է Ռաֆի Հովհաննիսյանի մոտ միացյալը ամբողջական է, բայց Զարուհին ասում է միացյալ դաշնակցության ծրագրային հիմնադրույթներում է, մեզանում է։ Մենք դիտում ենք, որ մենք ճանապարհ ունենք հասնելու եւ ճիշտ կլինի, որպեսզի շատ ազնիվ լինենք միասնիկատմամբ եւ խոչընդոտներ չստեղծենք։ Մենք միասնության կողմնակից ենք եւ առաջիկայում իմ ընկերներին, գործընկերներին պետք է օրդորեմ, որ ավարտենք այս չեղած տեղից եւ եթե նկատի եք տեսել եք լավագույնս կարողանում է եւ պսևդոնդիմությունը այս հարցը շահարկել եւ իշխանությունը շահարկել այս հարցը այսօր մի 10 տեղից ես հեռախոսազանգեր եմ ստացել որպեսզի մեկնաբանը մենք միասին գնալու ենք քաղաքապետական ընտրությունների այդ ընտրություններում նրանք ովքեր իսկապես խորքում ունեն իշխանապողության հարց եւ հասկանում են ինչ ասել է Երևանի քաղաքապետական ընտրություններ եւ պատրաստ են տղամարդավարի ճշգրիտ ազնիվ պայքարել ընտրությունների համար նախընտրական փուլում եւ անշուշտ նաեւ այդ ընտրական փուլում մենք տեսնում ենք որ այդ ուժերից մեկը դաշնակցությունն է եւ մենք պետք է միասին իրականացնենք այն ծրագրերը, որը այսօր դրված է մեզ առած եւ ոչ միայն մեզ, բոլորիս։ Եվ մի բան պետք է ասեմ, Սուրենի հետ կապած, ես ուզում եմ որ բանավիճենք, բայց այն խոսքը որ ասացիք, որ մենք ենք ուզում իրականացնել։ Ես մենք որ ասում եմ, ձեռքերիս էլ ուշադրություն դարձու, ես այսպես եմ ասում։ Կուսակցություն չէ եւ իսկապես մեր քաղաքական մշակույթը այսօր ունի ճշգրիտ մի նորույթ։ Վերկուսակցական է այս շարժումը։ Կուսակցական դրոշներ չկան։ Ես ասում եմ, երբ Ռաֆի Հովհաննիսյանը ասաց, որ պետք է ցուցակը այլ կուսակցությունից ուրեմն ղեկավարեն ցուցակը, բոլորիս մոտ շոկ առաջացավ առաջի պահին։ Բայց իսկապես, եթե կուսակցություն, ապա պետք է հասկանալի լինի, որ այդ կուսակցությունը իր կողքին կամ իր հետ կամ իր հավասար տեսնում է ժողովրդին։ Առայժմ այդ մշակույթը չունենք, բայց կարծես թե Ռաֆիի միջոցով ուզում ենք հիմնավորել շնորհակալություն։ Շնորհակալություն լրագրողներից խնդրեմ։ Պարոն Հակոբյան, տեսեք, այնուամենայնիվ ընդունում ենք, որ այսպես դեռևս քաղաքակիրթ մակարդակներում որոշակի առճակատումներ կան կամ տողատակին միմյանց ինչ-որ բաներ ասելու։ Այս ամենից հետո ինչքանով եք հնարավոր համարում, որ ինչպես Աղբան Վարդանյանն է ասել, ընտրություններից հետո ավականու ոչ իշխանական ուժեր համախմբվեն ՀԿ-ի մենաշնորհը ջարդելու համար։ Իմեջիանս մի մոռացեք, որ մեր կարգախոսը հնարավոր է եւ այդ հնարավոր է ասված է նաեւ այս դեպքի համար մենք տեսնում ենք որ իսկապես հնարավոր է եւ կրկնում եմ դուք էլ մեզ հետ միասին կտեսնեք թե ովքեր են իսկապես կապ չի ոչ իշխանական ուժերի մասին է խոսքը ովքեր են իսկապես պայքարում ազատ արդար ճիշտ ընտրությունների համար ովքեր են ձեռնպահ մնալու կաշառք բաժանելուց բարեգործությունից եւ այլն եւ եթե մենք կարողանանք ապահովել սա Ես սա չեմ տեսնում այն միջադեպը, որը մեզ կարող է բաժանել, որովհետև կրկնում եմ մենք հստակ գաղափարական հիմքի վրա
շատ հեռանկարային համագործակցության, այսպես մենք հեռանկար ենք տեսնում։ Բայց եթե հիմա իսկապես երևա, որ նույնիսկ կոյեկը եթե իրեն այդպես պահի, հասկանում եք, կասկածով նայեցիք, բայց ոչինչ, բոլոր դեպքերում, եթե իսկապես մենք կարողանանք եւ անկեղծ լինի, իսկ մենք դրա համար ասում ենք։ Եվ այստեղ պետք է հիշեցնեմ, որ երիտասարդները անկախ այն բանից, որ կուսակցական վերնախավերում այս դեպքում կարող է լինել ակասություններ, այսպես ինչ որտեղ ճարպկություններ այդ բառը օգտագործեմ, մի շատ հրաշալի նախաձեռնությամբ են հանդես եկել կուսակցությունների երիտասարդական թևերը, որ հանդես են գալիս նախաձեռնությամբ, որ բոլորը երիտասարդները միավորվեն եւ իրենք նաեւ այս մակարդակով, երիտասարդների մակարդակով, որ ճիշտ, ակտիվ, զորեղ մակարդակ է, աշխուժ մակարդակ է, որպեսզի իրենք կարողանան համատեղ ինչ-որ կառույց ձևավորեն եւ միասին հետևեն ընտրությունների ընթացքին։ Ես լավատես եմ, ոչ թե անուղղելի լավատես եմ, այլ լավատես եմ այն առումով, որ արթնացել է ժողովուրդը եւ այլևս 5000-10000-ով չեն խափի ժողովրդի։ Քիչ առաջ իմ ընկերներից մեկը մոտեցավ, հետո մի 3 հոգի մոտեցավ, բա գիտեք շենքերում գալիս են, փող եմ բարձել են ինչ-որ մեկին, ասում են գրեք թե ով պետք է գա եւ ձայն տա գործող քաղաքապետին։ Ասում եմ դու ինչ ասացիր։ Ասացի այ ես էլ ձայն կտամ։ Ասում եմ բա ինչ ասեմ։ Բայց ասում եմ գիտեմ որ ձայն չեմ տա։ Նույնիսկ մի քիչ ավելի խորամանկ բան ասեց փողտան փողն էլ կվերցնեմ։ Նա իր գործն է։ Դրա համար սիրելի ժողովուրդ, բան է փոխվել։ Ես ցավում եմ, որ վերևում կաբինետներում նստածները չգիտեմ, որ բան է փոխվել, չգիտեմ, որ մթնոլորտը գաղթ չի, չգիտեմ, որ մենք գնում ենք մաքրման, ինքնակ մաքրման, չգիտեմ, որ այս շարժումը յուրօրինակ այսպես մաքրող ինչ-որ բան է իրեն գրում, ծովի ալիքների նման մի բան է։ Եվ ես կարծում եմ, որ առաջիկայում անկախ այն բանից այսօր կարող են մի քիչ այսպես միմյանց նկատմամբ նախադասություններ ասեմ, որոնք այդքան էլ աջելի չեն, ես կարծում եմ, որ դրանք անցողիկ բաներ են, առաջիկայում շատ լուրջ քաղաքական միջոցառում է, եւ կարծում եմ, որ մեզ այդքան հավաքական իմաստություն կբավարարի, որ միասին գնանք համագործակցված նախընտրական փուլում եւ անշուշտ նաեւ հետընտրական փուլում։ Բոլոր դեպքերում մեր մոտեցումը դա է։ Շնորհակալություն, դրակ խնդրեմ։ Գալայի համար մի հատ։ Պարոն Հակոբյան, իհարկե ընտրությունների հանդեպ վերահսկողության այդ շրջանակում միավորվելը կարևոր է, բայց ավելի կարևոր չէր այս փուլում միավորվել Երևանի ընտրություններում եւ հետո Աղվան Վարդանյանը անդադ ուզում էր իր հարցազրույցով համոզել, որ այստեղ ամբիցիաներ չկան, պարզապես քաղաքական լուծումներ են։ Արդյոք քաղաքական լուծումները չպետք է բխեն ժողովրդի շահից, իսկ ժողովուրդը ակնհայտ է, որ ուզում էր, որ ընդդիմությունը միավորվեր գոնե այս փուլում։ Ուրեմն Աղվան Վարդանյանը ասում որ իմ մտերիմ ընկերն է եւ ինքը գրագետ է, կարող է ձևակերպել, բայց ասեմ հետեւյալը։ Այդ հարցը ճիշտ հարց է, ես նորից չեմ ուզում անդառնալ, բայց այսքան որ խոսեցինք եւ այսօր Արմենը խոսել այդ մասին, Ռաֆի Հովհաննիսյանը երեք ասել, մեր ցանկությունը, մեր մոտեցումը եղել է որ միասին լինենք։ Այստեղ մի բան էլ պետք է ասեմ, որը չի ասվել երեկա բացատրության մեջ, երբ երրակող հանդիպում եղավ այս ձևաչափով այս Դաշնակցության գերագույն մարմնում մեր գործընկեր Բարգավաճ Հայաստանը միանգամից հայտարարեց, որ անկախ այն բանից Ռաֆի Հովհաննիսյանը կգլխավորի ցուցակը, թե չի գլխավորի, մենք մեր առանցքի շուրջ ենք ձևավորելու ցուցակ եւ մեր ներկայացուցիչը պետք է լինի ուրեմն առաջին հորիզոնականում։ Հարգում ենք իրենց տեսակետը, բայց սա էլ պետք է նկատի ունենալ։ Դրանով անդերձ ասում եմ, այնինչ մեզանից կախված էր արել է։ Եթե տեսնենք մեր ցուցակը, շատերն ասում են ինչու է, չգիտեմ, կուսակցություններին խնդրել կամ համագործակցություն եւ այլն, ես ասում ենք իսկապես այս պետության ապագան, որ մեծամասնությունը, իսկ մեծամասնությունը մեր հասարակության դրանք ոչ կուսակցական մարդիկ են եւ եթե տեսնենք քաղաքացիական նախաձեռնություններից շատ մարդիկ կան եւ այլն, որ իսկապես կարողանանք կուսակցություններին այսպես պատնեշով չանձնատենք ժողովրդի եւ կարողանանք կուսակցական այդ կուսակցությունները համախմբեն ժողովրդի եւ գործնական քայլերով։ Հիմա դուք ասում եք լավ չէ լինի, իհարկե լավ կլինի։ Իհարկե լավ կլինի, որ այդպես լիներ, բայց նաև պետք է ասեմ հետևյալը, որ փաստն այն է, որ այսօր առանցին ենք գնում։ Եվ ողբերգությունը կգ չծարքենք, որովհետև սա էլ մի ուրիշ դրական բան ունի, որ ասում են չկա չարիք առանց բարիքի։ Եթե բոլոր ոչ իշխանական ուժերը կարող են իրենց ազդեցության տակ պահել իրենց քվեները,
եւ կարողանանք ապահովել դա, ուրեմն մենք իսկապես մեծամասնություն կունենանք։ Սա ինչի համար եմ ասում, որտեղ եթե միասնություն լինի, լիներ ինչ որ կողմնակիցներ, համակիրներ կուսակցության կասեն, եթե դուք սրանց հետ եք, ուրեմն ձեզ հետ չենք եւ ձայն չտային։ Ես զուտ քաղաքագիտական առումով բայց փաստն այն է, որ չենք պետք չի ողբերգություն սարքել եւ դիտում ենք իսկապես որ կամագործակցենք, բայց մի շատ կարեւոր բայց կա այստեղ մեզ համար գոնե շատ կարեւոր է որ բացահայտ մեխանիզմ կճշտվի ինչպես հայտարարել որ կեղծիքներին չեն մասնակցելու փող չեն բաժանելու քիչ առաջացից բարեգործությամբ չեն զբաղվելու եւ երկրորդ որ շատ ավելի կարեւոր է քաղաքական հիմնական նիշը պետք է ապահովի գնահատական տրվեն այն կուսակցությունները այն ուժերը որոնց հետ պետք է գնանք հստակ գնահատական տան փետրվարի 18-ի ընտրություններին սա շատ կարեւոր է ինչ եմ ասում որովհետեւ շատ ուժեր հայտարարում ենք ժողովրդի կողքին ենք բայց այս ժողովրդի կողքին եք ժողովուրդ ասել է որ կեղծել եք ընտրությունները եւ մենք չենք ճանաչում այս ընտրության արդյունքները առնվազն քաղաքական ուժը պետք է ասի ժողովրդի կողքին ենք մենք համաձայն ենք ժողովրդի հետ որովհետեւ ժողովուրդն ասում է կեղծվել են ընտրությունները չենք ճանաչում այդ ընտրությունների արդյունքները այս պատճառով ենք ժողովրդի հետ բայց ուղղակի այսպես ասել ժողովրդի հետ ենք ոչ հարթակում հայտնվել ոչ էլ ասեն ժողովրդի ասածը թե ժողովրդը ինչի համար է հավաքվել եւ ինչու է նախընտրում այս շարժմանը մասն կազմել եւ ինչու է համախմբվում այսօր Ռաֆիկ Հովհաննիսյանի շուրջ ուղղակի այդպես հայտարարել դե բոլորս էլ մի քիչ երևի քաղաքականությունից հասկանում են գիտենք իրական խոսքի արժեքը որ եւ ինչպես են իրականացնում եւ մյուս դեպքում երբ ասում է ժողովրդի հետ ենք բայց աճ ու ցախ ավելի թունդ արվածում են ասենք Ռաֆին իրենց ընդդիմություն արվածող կուսակցություններ եւ լրատվական միջոցները շնորհակալություն Արկի մի թեթև խախտելով ուզում եմ հիմա հարցեր կարդամ մեր հայրենակիցների կողմից հարց սողում եմ Սուրեն Զոլյանին շնորհակալություն վերջին ժամանակներս շնորհակալություն հարցը սկսում եմ վերջին ժամանակներս շրջանառության մեջ է դրվել լեզվաբանական համալսարանի շենքի վաճառքի մասին լուրը որքանով եք դուք տեղյակ եւ ինչ կարծիքի եք նախկինում շրջանառության մեջ եղած լուրերը այն մասին, որ լեզվաբանական համալսարանը միավորվելու է մանկավարժականին։ Ուրեմն իհարկե այդ լուրերին տեղյակ եմ, բայց կարող եմ ասել, որ դա լուրեր են։ Առհասարակ կա ինչը, այդպես ասած, պաշտոնապես հայտարարվել է, քանի որ ես հիմա որևէ բան չեմ ուզում ասել, ուղղակի ասեմ, վարչապետ Տիգրան Սարգսյանը շատ յուրահատուկ պատկերացումներ ունի բարձրագույն կրթության մասին եւ ինքը մի քանի անգամ ասել է որ Հայաստանում պիտի լինի 5 միջազգային մակարդակի բուհ թե ինչու 5 այլ ոչ թե 5 3 անհասկանալի է բայց դա մի քանի անգամ ասվել է թե իբր նրանով բարձրագույն կրթության որակը պիտի բարձրանա բայց իհարկե խնդիրը շենքային պայմաններն են բոլոր Հայաստանի բուհերը քաղաքի կենտրոնում են եւ այլ բան չկա վաճառելու եթե արտաքին գործոց նախարարության շենքը վաճառել է բնական է հերթը պիտի հասներ եւ բուհերի ինչ վերաբերում է լեզվաբանական համալսարանի այո ես շատ եմ լսել այդ լուրեր բավականին այդպես ասած կոմպետենտ աղբյուրներից ավելին երկիր թերթում գրված է եղել որ նրանք նաեւ մանրամասներին են տիրապետում եւ կարող են արդեն հրապարակել եւ անունները եւ այլն ավելին իմ եղած այդ բնական է իմ աշխատանքից հեռացման եւ այդ խնդիրները դրա հետ էլ կապված են եղել ես քանի գնում եմ համոզվում եմ դրա մասին էլ բնական է ես չունեմ փաստ որ ասեմ թուղթ ցույց տամ բայց բավականին լուրեր իսկապես հասել են բայց ավելին ուրեմն գիտեմ որ այ գնողը հազար նրաններ են խաբել ինքը չգիտեք որ այդպիսի վիճակ կա որ դա պիտի լինի այդ գործակը կայանա ի հաշիվ Հայաստանի բուհերից մեկի ոչնչացմանը եւ հրաժարվեց այդ գործակից այն պահին անցյալ տարի հրաժարվեց եւ այլ ներդրումներ պիտի աներ Հայաստանում ինչը շատ ջրայնացրեց բնական է որ ոչ այդ շենքի հետ կապված ոչ էլ այլ թեև վերջի 2 ամիսների կարծես թե նոր գնորդ է ի հայտ եկել արդեն տեղական ժողովրդից բայց քանի որ լուրեր են ես չեմ կարող հիմա հրապարակել եւ նաեւ նոր գնորդի անունը ով կա որտեղ դա բնական է ինչ որ ինձ հասել է բայց գիտեմ որ նաեւ պատվեր է եղել ինչ գրասենյակներին գնահատել շենքը, անկախ գնահատում կատարել եւ այլն։ Այսինքն սա այս գործընթացը եւ դա եզակի դեպք չէ, մենք բազմաթիվ դեպքեր ունենք, որովհետեւ այդքան շատ բան չի մնացել վաճառելու, բայց ախորժակները դուք գիտեք ուտելուց միշտ էլ ախորժակը բացվում է։
Շնորհակալություն։ Լրագրողներից հարցեր, ուրիշ լրագրողներից, եթե ոչ, խնդրեմ, մոտեցեք։ Պարոն Հակոբյան, ինչպես եք վերաբերվում կրթության նախարար Աշոտյանի մեկնաբանությանը կապված Հրաֆի Հովհաննիսյանի համառության հետ, իր գրառում է թողել, կարդացել եք այդ գրառումը Facebook-ում, որ այդ համառությունը կարող է հակառակ էֆեկտը տալ և դռները կարող են փակվել, այսպես ինչ-որ մի բան։ Այսինքն հնարավորությունները երկխոսելու գնալով նվազելու են համառության պատճառով։ Աշոտյանի համար դռները փակվեն։ Չգիտեմ, այսինքն ով համառություն ասել ինչ հասկանում, օրինակ ինձ համար համառությունը ճիշտ կատեգորիա, ես օրինակ հավանում եմ համառ մարդկանց, եթե դա ինքնանպատակ չի եւ ունի որոշակի, ասենք, ընկալում հասարակության կողմից, ես չեմ կարծում այդ բառը տեղին է այս պահի համար օգտագործել։ Եվ ընդհանրապես ես կանադառնամ հետեւյալին, որ դա ուղղակի այդ դեպքում կրկնում է երեկվա մամլո խոսնակի ասածը, եթե այդպես է ձևակերպել, ես թեթև կանադառնամ դրան, այսինքն որ իշանում նվազում է հնարավորությունները բանակցելու եւ այլն, դա նույն այսպես ռեպերտուարն է։ Ես ուղղակի մի բան եմ ուզում ասել։ Այսինքն այսօր Փառք Աստծո ես կա հնարավորություն, որ բոլորը տեղեկանան, թե ինչ է կատարվում, ով ինչ է խոսում, ում թիմի մարդը ինչ է ասում իր ղեկավարի կամ լիդերի խոսքից հետո, իսկապես իրանք ուշադրություն չդարձրեցին, որ հենց երկխոսության մասին խոսք գնաց, երբ արդեն փոխանակվեցին առաջին այդ նամակագրությունը, միանգամից մի քանի ժամ հետո այդ թիմի ներկայացուցիչները սկսեցին ծաղրել նամակի բովանդակությունը, առաջարկությունները, հենց այդ թիմի ներկայացուցիչները նախագահի եւ շատ նույնիսկ ոչ պարկեշտ արտահայտություններ թույլ տվեցին։ Իրենք խնդրեմ ունեն իրենց մեջ։ Իրենք մի կողմից ասում են այո, երկխոսություն, այո, այս հարցերը, այս թնջուկը երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտություն, բայց մյուս կողմից տեսնում ես, որ ոչ երկրորդական մարդիկ այդ կուսակցության կամ խորհրդարանը սկսում են ծաղրել ոչ կոռեկտ արտահայտություններ թույլ տամ, եւ հետո իրենք ասում են, որովհետեւ արդեն տարբեր գնահատականներ են ընչում, արդեն փոքրացել է այդ կամուրջը երկխոսության։ Ես լուրջ չեմ վերաբերում դրանց։ Ես նաեւ գիտեմ, որ ցավոք սրտի այնպես է, որ կամակատարների շրջանակ է։ Ես մի բանով ուրախ եմ։ Մի բանով ուրախ եմ, որ այն թիմը, որը կա, դա ուրեմն արժանապատվություն ունեցող մարդկանց թիմը ոչ ոք չի կարող ճնշել այդ թիմի մարդկանց, թե դու պետք է այսպես խոսես, կամ ինձ կրկնես, կամ ինձ երկրորդես եւ այլն, այդպիսի բան չկա։ Այնտեղ են դաշտում։ Իմ կարծիքով շատ սարսափելի բան է կատարվում։ Եթե վաղ ասենք, Սերժ Սարգսյանը հայտարարի ընտրությունները կեղծվել են եւ պետք է նոր քննություն սկսել, վստահ եմ առաջինը համանդրական դատարանը կասի եւ միջազգային նորմերից, գործողորեկներից տասնյակ նորմեր կբերի, որ կասի իրավունք ունենք իսկապես այդ վերահաշվարկ կկատարենք։ Այդ նույն մարդիկ, որ այսպես առանց հոդաբաշ տրամաբանության, բայց ասում են, որ չեն կեղծվել աշխարհի լավագույն ընտրություններն են կատարվել։ Իրենք այդ նույն մարդիկ կասեն իսկապես կեղծվել է եւ օրինակներ կբերեն։ Այսինքն իսկապես մարդ վերանում է, այդ բուրգի մեջ մարդ տեսակը որպես անհատ, որպես արժանապատվություն վերանում է։ Եվ ես նման գնահատականները դիտում եմ ուղղակի հենց այդ վերացվող տեսակի մեջ։ Ստեղծակ նորմալ մարդը չի կարող ասել, եթե կապ չունի, եթե դու պարոն Սերժ Սարգսյանի թիմում ես, եթե ինքը ասել է գնում ենք երկխոսության, առնվազն դու պետք է հարգես նրա խոսքը, նույնիսկ եթե համաձայն չես, տեսես ինչ շարունակություն ունի։ Բայց եթե գնում ես մի անգամ սկսում ես հակադարձն ասել, հետո մամլոք քարտուղարը օգտվում է դրանից ու ասում է արդեն արմատական խոսքեր եք ասում, դա ինձ համար ծիծաղելի է։ Այնպես որ կլինեն շատ տարբեր մեկնաբանություններ եւ ելի են եղել։ Մեր առավելությունը այն է, որ այդքան լուրջ չենք վերաբերում ամեն մի գնահատականի կամ ամեն մի նույնիսկ էթիկայից դուրս խոսքերի։ Եվ այդպես որ կշարունակենք։ Նախադասության արձագանք լավ ասացված կա։ Հիվանդը չի ամաչում, հիվանդի տեղը պիտի ամաչի։ Ուրեմն այս հարցը հետաքրքիր է եւ կխնդրեի պարոն Հակոբյան հարցին պատասխանել եւ մի քիչ ավելի լայն,
Ինչու չի կազմակերպում բողոքի ցույցեր Էջմիածնում կաթողիկոսանի մոտ եւ հայաշատ գաղթօջախների եկեղեցիների մոտ ընդդեմ կաթողիկոսի մասնակցությանը չընտրված նախագահի երդմնակալությանը։ Սա հարցը եւ կավելացնեի ինչքանով է պատշաճ ընդհանրապես եկեղեցու դերը քաղաքական այս ոլորտի մեջ պեչատողի դերը իրեն պատշաճ է, եթե այդպես է իհարկե։ Այսինքն դու նաև ինձ ուղղորդում ես, թե ինչ պատասխան տամ։ Ասեմ հետևյալը, սա իմ անձնական մոտեցումն է։ Ես մի քիչ մեր պատմությանը ծանոթ եղող մարդիկ, մեր կրոնի պատմությանը նաև մարդիկ, գիտեմ, որ եկեղեցին դա առանջին արժեք է եկեղեցիականը ուրիշ։ Թողիցներ են եկեղեցիականը, բայց ես գոնե այդպես եմ միշտ առաջնորդվել, նաև մեր պատմությունը նկատի ունենալով։ Եվ այն ինչ որ հիմա էլ կասեմ, ես կուզենամ, որ այս շրջանակում նաև տեղավորվի։ Մենք չենք կազմակերպի երթ բողոքի ցույց, եթե ինձ է վերաբերում, չենք խորհրդակցել, բայց իմ կարծիքը կլինի այն, որ բողոքի ցույց չկազմակերպել Էջմիածնում, եթե մարդիկ կան իրենց գործն է, մենք արգում ենք իրավունքները։ Մյուս կողմից, եթե ընդհանրապես երթերի եւ միտինգների, հանրահավաքների մասին է, ես մի առիթով իմ ելույթներից մեկի ժամանակ ասացի, կարծեմ հենց հրապարակում, երբ հանրահավաքներ էր գնում, երբ տեսնում էին ինչ է կատարվում, ասենք Գյումրիում, Վանաձորում, Արթիկում, Մարալիկում, ինչ է կատարվում, Սևանում արդեն շատ հստակ դրված էր կանխել հանրահավաքները եւ կանխել բախումներով, ինչու ոչ նաեւ եթե պետք է արյուն եղել։ Ես ամենապատասխանատու ձեւ եմ ասում։ Եվ շատ կոնկրետ կերպարով էր դա արվում, քրեական անցյալ ունեցող Սևանի քաղաքապետի միջոցով էին դա անում, եւ երբ դուրս եկանք, արդեն պետք է գայինք Երևան, երկուսով ես ու Ռաֆի Հովհաննիսյանն մի մեքենայում էինք, ասած զգում ենք, չէ՞ որ այրան հոտ է գալիս, Ռաֆին ասաց, բայց ես թույլ չեմ տա դա։ Եվ երբ արդեն շարունակվեց հանրահավաքները, քաղաքական պատճառը անշուշտ այն էր, որ փակուղի տարավ սահմանադրական, փակուղի էր գնում, օրենքը տանում էր մեզ փակուղի։ Բայց մյուս պատճառներից մեկն էլ այն էր, ոչ երկրորդական պատճառ, որ հետագա շարունակությունը արդեն այրան հոտ էր բերում եւ քրեական աշխարհը արդեն լծվել էր քաղաքական գործընթացներում իր միջոցով ապահովելու կեղծված ընտրությունների արդյունքները։ Հանրահավաքներ կլինեն, բայց դա մեզ չի վախեցնում, այդ չի հարցը, եւ մենք էլ չենք գնում հանրահավաքների, որ այսպես նստենք, ասենք եկեք մեզ արվածեք եւ այլն։ Հանրահավաքներ կլինեն, երբ որ անհրաժեշտ կլինի, ասել եք, որ եթե պետք է 3000-ը, եթե քիչ է, մի քանի տասնյակ հազար լինեն, դա էլ մենք կարող ենք անել։ Կանենք եւ մեր ծրագրում կա։ Մենք չենք ուզում առայժմ այդ քայլին դիմել։ Կանենք հանրահավաքներ, բայց այս պահին դիտում ենք զուտ մարտավարական առումով, այս պահին ուրեմն դրա անհրաժեշտությունը չկա, մենք կապի մեջ ենք թե Գյումրիի հետ, թե Վանաձորի հետ ամեն օրյա կապի մեջ ենք, շփվում ենք, գիտենք տրամադրությունները, այո, իրենք են ասում, գուցե գաք խոսենք, բայց այն ոգին որ կար, այն ոչ գաղթ մթնոլորտ է, այս բառը օգտագործենք, այն ոչ գաղթ մթնոլորտը, որ առաջացել է փետրվարի 18-ից հետո, որ այսօր կա, մենք ուշադիր ենք եւ անհրաժեշտության դեպքում մեր ծրագրերի շրջանակներում ձեզ հետ համախոհ, համակարծիք այդ բանը իրականացնենք։ Ամեն ինչ արժևում է եւ որևէ բան մենք չենք բացառում առաջիկա մեր գործողություններում։ Ես ուղղակի մի փոքր պատմական ակնարկ հենց եկեղեցու վերաբերյալ 16-րդ դարում, երբ Անգլիայի թագավորը որոշեց, որ անօրինական ձևով պետք է ամուսնանա, ստիպեց եպիսկոպոսներին եւ անգլիական եկեղեցու, որ այն ժամանակ պատկանում էր դեռ ամբողջ Ռոմին էր պատկանում, որ պեչատեն այդ իր ամուսնությունը եւ արդյունքում այն ստացվեց, որ ժողովրդի դուրը չեկավ ու բողոքականության մեծ ալիք բարձրացավ հենց Անգլիայի մեջ եւ փաստորեն այդ դրանից բխող հետագա խնդիրներ բողոքականության դեմ եւ անգլիական եկեղեցու հենց այդ քաղաքականության մեջ խառնվելու սկիզբը տեղ են տեսնում։ Խնդրեմ։ Չէ, ասակ ձեր նպատակի մի երկու բան ասեմ։ Ուրեմն մենք ունեցանք հանդիպում եկեղեցիականների հետ բարձրաստիճան, ես էլ եմ մասնակցում դրան։ Սա գաղտնիք չեմ հրապարակում։ Սա ասում եմ որպես հայ քրիստոնյա մայր եկեղեցու զավակ, առաջին խոսքը եղել է այն, ես շատ ուրախ կլինի, որ եկեղեցու անունը տալուց, եկեղեցիականի անունը տալուց ծափահարություններ լինեին։ Ես շատ ուրախ եմ։
Եվ կարծում եմ այստեղ յուրաքանչյուր ոք ուրախ կլիներ, որ իսկապես եկեղեցին ինչպես ժամանակին Վազգեն առաջինի ժամանակ էր եւ ես սրտից ցավով եմ ասում, որովհետեւ ինձ համար, մեզ համար եկեղեցին իմ հավատը բացարձակ արժեք է։ Որ դուրս են գալիս աշխարհում, ասում ենք մենք նույնիսկ զոհել ենք մեր պետականությունը, սա մեր քիչ առաջ որ խոսեցի մեր պատմական անցյալի մասին, մենք նույնիսկ զոհել ենք մեր պետականությունը, բայց պահել ենք քրիստոնեական արժեքները եւ աշխարհին ներկայացել ենք, պահել ենք այդ արժեքները, տվել ենք աշխարհին։ Ես հպարտանում եմ դրանով եւ որևէ հայ պետք է հպարտանա։ Եվ երբ 1700-ամյակ էինք նշում աշխարհով մեկ, ես այդ ժամանակ Պետերբուրգում գլխավոր պատոս էի, իսկապես սրտի թրթրով էի նայում, որ գալիս էին, ամփյուրում էին քո եկեղեցին եւ ասում էին, որ քրիստոնեական արժեքների կրողը եւ քաղաքակրթությանը փոխանցողը մեր եկեղեցին է եղել։ Այնպես խոսքեր չեն, եկեղեցին մեզ համար միայն եկեղեցի չի, քրիստոնեությունը հայի համար, մեր պատմության համար, միայն կրոն չի, դա ավելի բարձր է։ Ավելի բարձր է, քան պետք ասել, կրկնում եմ, բայց նաև ցավն այն է, որ ինձ համար շատ ցավ էր, որ ժողովուրդ հավաքվել է այստեղ եւ տեսնում են ինչ է կատարվում հրապարակում։ Այսինքն ժողովուրդը այդ հավատացյալների մի մասն է եւ ոչ փոքր մասն է։ Ինձ համար ցավ էր, որ քահանա, երկու քահանա առնվազն մոտեցել է ինձ բողոքել է, թե գյուղական համայնքներից մանունը չեմ տալիս, ինչ է կատարվել եւ քահանան ինձ է զեկուցում ընկերաբար թե ինչ է կատարվել եւ անկարծ երկրորդ օրը շնորհավորում են Սերժ Սարգսյանին ընտրվելու կապակցությամբ։ Դա ցավ էր ինձ համար, բայց ես խնդրում եմ իսկապես եկեղեցու հասցեին, եկեղեցու մասին, եկեղեցին դա կրկնում եմ այլ արժեք է, բարձրարձակ արժեք է մեզ համար։ Եվ ինչ որ ասում ենք, ես ցավով եմ ասում։ Ինձ համար ցավ էր այո, որ այդ ժամանակ այս հոտի այս մեծ հատվածը մեր հավատացյալների այստեղ պահանջում էին արդարություն, արդարությունը դա քրիստոնեության այն հիմնական սյուներից է, պահանջում են արդարություն եւ այդ պահին ինձ համար ցավալի է, որ մեր վեհապարը շնորհավորում էր նախագահին։ Երբ ասում եմ, բայց արդեն Ռուսաստանը շնորհավորել Ամերիկան, մենք էլ պետք է շնորհավորենք, այդտեղ արդեն ես անձնվում եմ, որտեղ ասելու բան չունեմ։ Նրանք այո քաղաքական շահեր ունեին։ Նրանք այո կոորդինացրել են իրենց ուրեմն ծրագրերը, միասին կոորդինացրել են։ Բայց ինչ գործ ունենք, թե Ամերիկան, Ռուսաստանը, Ֆրանսիան ինչ է ասում։ Դու այստեղ քրիստոնյաներ ունես, քո մար եկեղեցու զավակները այստեղ պայքարում են անարդարության դեմ։ Ինչ է նշանակում, որ նրանք շնորհավորել են, եթե ես շնորհավորեի, վատ կերպար կդառնայի։ Մի խոսքով, ես կարծում եմ բոլոր դեպքերում անկեղծորեն եկեղեցին մենք պետք է իսկապես որպես բացարձակ արժեք ընդունում ենք բոլորս եւ որովե պահի անկախ այնից ինչպիսին կլինի եկեղեցիականի դիրքորոշումը հասկանանք որ դա մեր բացարձակ արժեքն է եւ հուսանք որ մենք ունենանք հնարավորություն որ արդարության համար պայքարող թեկուզ մի հոգու չնայած այս դեպքում մի հոգի չէ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը եկեղեցին նախ եւ առաջ տեր կանգնի այդ հավատացյալներին եւ եթե քահանան գալիս է ինձ է բողոքում թե ինչ անօրինականություն է կատարվել լավ կլինի որ քահանան այնքան ճիշտ ընդունի թե որտեղ է ծառայում եւ գնա իր ոգեոր այրերին բացատրի թե ինչ է կատարվել ընտրությունների ժամանակ շնորհակալություն այս հաջորդ երկու հարցերը մեր հաջորդ հանրահավաքի եւ ապրիլի 9-ի մասին է Ուրեմն ժողովրդի ստվար մասը ցանկանում է, որ մարտի 29-ի հաղթահավաքը ցուցադրեն ուղիղ եթերով։ Ինչպես հասնել դրան, եւ երկրորդը, որ երևի ավելի հարց չէ, բայց մենք ունենք ավելի կարևոր օր, քան Երևանի ավականու ընտրությունները, դա ապրիլի 9-ն է, ձեզ աջակցող մտահոգված խումբ կխնդրեի երկուսը անդրադառնայիք ապրիլի 9-ի կարևորության մասին, ճիշտ է ձեր խոսքում նշեցիք, բայց ավել Եվ նաև այս երկրորդ անգամ է ուղիղ եթերի հարցը բարձրանում, եթե հանրային փողով է այդ ամենը արվում, ապա ինչու ժողովրդի կողքին կանգնած չեն, ես նկատեցի, որ ֆուտբոլը շատ լայն ձևով մեկնաբանում էին, դա էլ հանրային իվենթ է, ինչու օրինակ ուրիշ հոց բազմություն, երբ որ քաղաքական արդեն
պատճառներով է հավաքվել, դա իրենց համար թաբու է։ Ինչն է պատճառը։ Կամ ինչպես ազդել դրա վրա։ Առաջի հարցի պատասխանը շատ պարզ է, քանի որ օկուպացիոն ռեժիմ է գործում այն են մեր հարկատուների փողերով, որոնք պետք չէ սպասել, եւ միայն ճնշումների, մեր ճնշումների տակ նրանք կանեն, բայց ես հարցեմ, ուղղակի ես ուզում եմ բանավեճի ձևով, արժի մենք ջլատենք մեր ուժերը, ենթադրենք մեր ալիք բարձրացնենք այդ ուղղությամբ, քանի կարող ենք հասնել որակյալ, որովհետեւ հիմա ստեղծված են նոր հնարավորություններ, սա ինտերնետային հեռուստատեսությունն է, եւ միգուցե խնդրենք մեր բարեկամներին, որ նրանք ապահովեն այս հնարավորությունը իրենց հարևանների, ով որ ունի կոմպյուտեր եւ ինտերնետ, թող հրավիրի։ Ինչպես հիշում եք, ֆուտբոլ ոնց էինք նայում 60-ական թվականներին, որ շենքում ընդամենը մեկը հեռուստացույց ուներ, բոլորս լսում էինք նրա տանը նայում էինք։ Հիմա ամեն մի գյուղում գոնե մեկը կա, որ կարող է ինտերնետ ունենալ։ Թող ինքը կազմակերպի այս ամենը։ Այսինքն մենք ինքներս կազմակերպենք, չսպասենք որ իձյաձյա, ասի հա ժողով ճիշտ ես ասում, ես դա կկազմակերպեմ։ Չես կազմակերպում պետք չի, հետո դե համար պատասխան կտաս։ Սա առաջի հարցը։ Այսինքն ամեն անգամ մտածենք մենք ինչ կարող ենք անել։ Հա, հիմա Իգանը չի, բայց դե զավթել է հիմա ինչ ասնի։ Պետք է հետ վերցնենք, բայց հիմա ասում եմ ավելի կարևոր բան ունենք հետ վերցնելու։ Այս մեկը մենք կարող ենք կազմակերպել։ Նույնը ապրիլի 9-ի վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ մենք պատմության մեջ ենք մտնելու, տարբեր տեսակի հեղափոխություններ են եղել։ Եվ կան բազմաթիվ գրքեր, որ նկարագրված է եղել։ Առաջինը ես դա համարում եմ ոչ թե հեղափոխություն, այլ սահմանական կարգի վերականգնում, ինչը ենթադրում է բոլորովին այլ գործելավոճ։ Եվ այսօր մեր շարժումը, ես կարծում եմ, դա ունիկալ է։ Եվ միգուցե գրքեր են գրվելու, որովհետև նախադեպ չունեցող երևույթ է։ Նոր ձևեր է ստեղծում, սկսած նրանից, որ ընտրված նախագահը այսօր հացադուլի է նստել։ Ես նման դեպ չեմ տեսել, չեմ լսել։ Եվ այսօր, ինչ պիտի ամենապարզ խնդիրը հետևյալն է, որ մենք պիտի ձգտենք, որ բոլորը կարողանան ինչ-ինչ ձևով արտահայտել իրենց կարծիքը, թե ում են նրանք համարում ընտրված նախագահ։ Եվ եթե նրանք այդ ձայնը իրենց կարծիքը հստակ արտահայտեն, վիճակը փոխվելու է։ Մի բան ասեմ, որևէ մեկը ի վիճակի չէ ազատագրել մեզ, եթե մենք ինքներս մեզ ազատ չզգանք։ Եթե մենք մեր մեջ չկարողանանք սևին սև ասել, սպիտակին սպիտակ։ Եվ ապրիլի 9-ը դա այն օրն է, որ բոլորս պիտի ասենք։ Եթե մեզանից մեծամասնությունը դա չի անելու, դա շատ թանկ է նստելու արդեն մեր բոլորի զավակների վրա, որովհետև դա լինելու է մեր բոլորիս, ես չեմ ասում ճակատագրական պարտություն, բայց համենայն դեպս մեզ հետ է գցելու։ Ուրեմն ամենահեշտ բանը, որ պիտի այո ասենք, ապրիլի 9-ին եւ այն ժամանակ պիտի ասենք այո, Ռաֆի Հովհաննիսյանն է մեկ նախագահը։ Անկախ դրանից։ Եվ դա ոչ թե որ մենք շատ ենք սիրում, թեև սիրում ենք այդպես է։ Որովհետև ինքն է ընտրվել, մեծամասնությունը իրեն է տվել, եւ ովքեր որ այլ տեխնացուների օգտին են քվեարկել, պիտի հարգեն մեծամասնության կամքը։ Բայց դե համար էլ մեծամասնությունը պիտի եւս մեկ անգամ այո ասի, դա է։ Առաջի հարցի հետ կապված հանրային հեռուստատեսությունը։ Իհարկե դա հարկատուների հաշվին է ապրում եւ ինքը պարտավոր է արձագանքել անդրադառնալ ժողովրդին եւ ուժերին եւ պահանջներին եւ բնականաբար հանրահավաքներին կամ աղթահավաքներին։ Բայց ել եմ կրկնում, երևի Սուրենի հետ այստեղ պիտի համաձայնվեմ, օրինակ 88 թվականին շրջապատում էինք ռադիոտունը, չէ՞, Սուրեն, հիշում եք։ Հիմա եթե քննարկենք դա անհրաժեշտությունը, ես կարծում եմ դրա անհրաժեշտությունը պետք է չլինի։ Եվ բայց նաեւ մի քիչ այդ ոլորտին ծանոթ եմ։ Եթե իսկապես հեռուստատեսությունը գործեր անկախ եւ հայտարարի, որ հանրահավաքը ցույց ենք տալիս աղթավակը, հավատացեք, որ շատ սարսափելի ռեկլամների
վիճակ ստեղծել, որ կարող էր դրանով շահել ինքը իհարկե։ Բայց որովհետև քաղաքական հսկողության տակ է եւ իրականացնում է քաղաքական պատվեր, ցավոք սրտի, այդպես է, ոչ մենակ երաժշտությունը, մենակ իրենց վրա չբարթենք, ընդհանրապես, եթե Սահմանադրական դատարանը լինելով հիմնական պաշտպան օրենքի կարող է իսկապես միայն քաղաքական պատվեր իրականացնել, էլ ուր մնաց մյուսները, այդ թվում նաև երաժշտություն, չի արդարացնում դա, բայց իհարկե լավ կլինի։ Հիմա կտեսնենք ինչ կարելի է անել, բայց իսկապես ճիշտ կլիներ, որ այս հանրավաքը ցավոք ներկայացնել, այստեղ բայց Նաև Սուրենի հետ համաձայն չեմ մի բանում, որ կամ եթե լավ չհասկացա ներողություն, ինչ-որ մի պահ է, որ այլևս գիտենք, որ համացանցերը այսօր բավականին լուրջ դերակատար են, գիտենք, որ տասնապատիկ ավելի շատ մարդիկ այսօր նստած են սոցիալական ցանցերում եւ ուղիղ on-line ռեժիմով երարցակվող մեր հանրավակներում, թեկուզ այսօրվա մեր այս քաղաքական ֆորումում, բայց կամաց-կամաց պետք է մենք խնդրենք, որ այդ մարդիկ կան հրապարակ, որովհետեւ իսկապես ճիշտ է մեր ընտրողը այն ընտրողն է, որ ինքը տիրապետում է հիմնականում նաև ցանցերին, ինտերնետին եւ այլն, եւ մենք շնորհակալ ենք մեր ընտրողներին, նաև այդ ընտրողները ունենք, բայց նաև անհրաժեշտություն կա, որ որակը նաև քանակ դառնա առանց դեպքերում, իսկ վերջնական դիմումով կդիմենք ձեզ, թե երբ կլինի այդ օրը, բայց դրանով հանդերձ ուզում եմ ասել, որ արդեն կամաց-կամաց այդ ինտերնետը թողեք, եկեք այստեղ, որտեղ մարդիկ կան, որ եք Համաձայն ես, չէ, նորմալ բանավիճող կողմեր ենք, մի անգամից ընկերս համաձայնում ես, եւ ուրեմն, այո, պետք է լինի, որովհետեւ իսկապես մարդիկ կան ասում են 3000-ը ինչ է որ, բայց մենք գիտենք, որ ինչ է այդ 3000-ը եւ այդ 3000-ը քանի անգամ է 3000, երբ տեսնում ենք խոհանոցներում, գիտական հիմնարկներում, բուժիմնարկներում, բուհերում, ինչպես են լսում մեզ։ Ինչ վերաբերում է ամսինի, գուցե հավաքվածներից էլ ոմանք այսպես լավ չընդունեն խոսքս։ Մենք գտնում ենք, որ ճանապարհը բաց է երկխոսության։ Կապ չունի, որ այն դաշտից արդեն հենց ահա չեն օգտագործում, որպեսզի փնովեն, որպեսզի արժե զրկեն երկխոսությունը։ Կապ չունի նաև մեր ընկերներից, ազնիվ ընկերներից ոմանք կան, որոնք նաև ասում են, որ տառապանքի փորձով խնդրում են մի գնացեք երկխոսության։ Դա էլ կա։ Անկեղծ են, ազնիվ են եւ իսկապես տառապանքի փորձ ունի Հայաստանը։ Բայց մյուս կողմից այս շարժումը շատ դորբաներ է բերել։ Դրանցից մեկը երկխոսության մշակույթն է, որ մինչև այսօր չկա։ Եթե իրենք իսկապես, ես այսպես եմ կարծում, եթե իսկապես իրավիճակ պատկերացնում են, շատ կարևոր որ պատկերացնեն իրավիճակը ինչ է փոխվել։ Իրենց համար սա փրկություն է։ Եթե իսկապես իշխանությունը ուզում է, որ ապահով Հայաստան կառուցի, այսօր հրաշալի հնարավորություն է տրված, որ ինքը ազատվի այն բալաստից, որը թույլ չի տալիս նորմալ Հայաստան կառուցել։ Այդ հնարավորությունը մենք տեսնում ենք եւ Ռաֆայել Հովհաննիսյանը տարբեր առիթներով ասել է, որ պատրաստ է։ Իհարկե, կարգավիճակ է փոխված, հացադուլի մեջ է, այդ ամառությունը այս դեպքում, որ ոչ միայն նախագահի նստավայր, որ իմպորտը գերագույն խորհրդում չեն կտրել, չնայած 4 անգամ եմ այդտեղ պատգամավոր եղել։ Ինչ է նշանակում միայն նախագահի նստավայրը։ Ես կարող եմ Բրիտանիայի վարչապետի օրինակը բերել, որ իր քաղաքական հակառակորդի հետ պայմանավորվեցին եւ ռեստորանում գնացին, հանդիպեցին եւ բավականին լավ լուծեցին հարցերը։ Այսինքն միջազգային փորձը ասում է, որ ընդհակառակը, որ մեկ-մեկ պետք է այդ կաշկանդվածությունից դուրս գալ եւ գնալ շատ པարզ մարդկային շփումների։ Եվ եթե բոլորը իրար հետ ասում են եւ նաեւ այդ կրկնողները, որ ինչ է նշանակում, որ նախագահը դուրս գա փողոց գնա հանդիպելու, դրանց պետք է ուղղակի հեռացնել շրջապատից, որտեղ դրանք մտել են քաղաքականություն, բոբիկ լինելով քաղաքականության պատմության, թե հարցերը ինչպես են լուծվում։ Դրանով հանդերձ, եթե մենք կողմենք երկխոսությանը, չի նշանակում, որ մենք ուրիշ ալտերնատիվ չունենք։ Ալտերնատիվը միշտ կա, ալտերնատիվը ամսի 9-ն է, որ մենք կարող ենք տասնյակ հազարավոր մարդիկ հավաքել, այո, հայտարարում ենք։ Եթե դուք գտնում եք, որ պետք է պատին դեմ առնի մեր մոտեցումները, մենք այդ ճանապարհը գիտենք, ունենք, բայց չենք ուզում այդպես լինի։ Չենք ուզում այդպես լինի, որտեղ այս պայքարի մեջ հաղթող միակողմանի չի լինելու։ Եթե հաղթում է պետությունը, ժողովուրդը, բոլորս ենք միասին հաղթում։ Եթե պարտվում ենք, բոլորս ենք պարտվում։ Կապ չունի, որ թվայցյալ հաղթողը այդ պահին չի գիտակցում, որ իր հաղթանակը Փյուրոսյան հաղթանակ է եւ շատ կարճ է տևելու։ Մենք ասում ենք, որ կողմ ենք նորմալ քաղաքակիրթ
հավաքաբար իմաստուն ձևով լուծենք այս հարցը երկխոսության միջոցով, բայց եթե իսկապես չի բավարար այդ իմաստությունը, որ երկխոսությամբ բանակցությամբ լուծվի, մենք մեկ ճանապարհը գիտենք եւ հայտարարում ենք, որ այդ ճանապարհից հետ չենք կանգնելու։ Այսքան։ Շնորհակալություն պարոն Հակոբյան, շնորհակալություն պարոն Զոլյան։ Ինձ համար մեծ պատիվ էր այս 10 նիստերը վարելը, շնորհակալ եմ պարոն Հովհաննիսյանին վստահության եւ վստահության համար, շնորհակալ եմ ձեր բոլորից, նաեւ մեր ոստիկաններին, որ օգնեցին այս 10 նիստերը արդյունավետ անցկացնել, եկեք բարևենք պարոն Հովհաննիսյանին։ Այս վերջի հարց տվողը կարող եք դուք մոտենալ Ռուբենին Սուրենին եւ ձեր պատասխանը ստանալ։ Նախ շնորհակալություն մեր առաջի գերագույն խորհրդի պատգամավորների, անդրանիկ պատգամավորների Ռուբեն Հակոբյանի եւ Սուրեն Զոլյանի իրենց մասնակցության շատ հախուռն, հետաքրքիր, աշխույժ շնորհակալություն է։ Մեր երախտագիտությունը ձեզ, որ այս 10 նիստերի ընթացքում եկել եք, հետաքրքրվել, հարց եք տվել Լևոն Բաղրամյանին, ով վարել է այս 10 նիստերը, շնորհակալություն Լևոն։ Առաջի օրվանից մինչև այսօր բոլոր համազեկուցողներին, ովքեր իրենց շատ խելացի գիտելիքները, առաջարկները դրեցին սեղանի վրա, որից մենք բոլորս եւ ես անձամբ դասեր կքաղեմ եւ մոտաբակային կամփոփեմ եւ միասին կներկայացնենք մեր հիմնական եզրակացությունները։ Շնորհակալություն բոլոր մասնակիցներին։ Այստեղ Սուրենը ասաց, որ ինչ-որ աննախադեպ քայլ է, որ ժողովրդի վստահության քվեն վաստակած քաղաքացին դիմի հացաթուլի, ստաթուլի, գեղձիկաթուլի, ձոմի, ինչպես որ ասես։ Հիմա անգամ անեկդոտներ են, ինչպես գիտեք, կառուցվում այս ամեն ինչի վրա։ Մեկ այս առավոտ մոտեցավ մեզ, դուք գիտեք, որ ես գործի մեջ եմ, սա մեր ընդհանուր պայքարի մի փոքր մասնիկն է։ Ես գիտեմ, որ դուք դա գնահատում եք, բայց ինքը կես լուրջ ասաց, որ սա առաջի անգամն է, որ ժողովրդի քվեն վաստակած տեխնացու փոխանակ գնա գործ անի անգործունեության մատնված է։ Դուք նստել եք, որ փոխանակ գործի գնաք։ Հիմա ես ձեզ վստահեցնում եմ, որ ձեզ հետ միասին մենք գործի գնալու ենք։ Պիտի գնանք գործի։ Ուրեմն հայրենագիցներ, այսօր մի փոքր մշակութային ընդմիջում, լրահոս, հետո երիտասարդական համերգ, վաղը ժամը 6-ին կլինի մեր մեծ հավաքը, որտեղ ես ելույթ կունենամ, իմ խոսքը կասեմ, կիսվեմ ձեզ հետ եւ կառաջարկեմ առաջի օրերի եւ շաբաթների մեր անելիքները։ Դա վաղն է, ժամը 6-ին, որից հետո Գարին համույթը եւ ինչպես գիտեք շաբաթ օրը ժամը 6-ին Վամպիր եւ Լիլիթ Բիբոյան։ Շնորհակալություն եւ իգադար գնում ենք դեպի հաղթանակ։ Շնորհակալություն։